Բարև ձեզ, ես Սեդրակ Մովսիսյան, ծնվել եմ 1996 թվականի հունվարի 7-ին Աբովյան քաղաքում։ 1998 թվականին տեղափոխվել ենք Ռուսաստան, ընտանիք հանդերձ, ու մինչև 2007 թիվը ապրել ենք Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում։ Ես այնտեղ հաճախել եմ դպրոց մինչև 6-րդ դասարան։ Հետո երբ որ եկել ենք Հայաստան, արդեն ոնց որ հայրենի կարոտն էր կանչում, այդ իսկ պատճառով եկանք Հայաստան, ու Հայաստանում սկսեցի հաճախել դպրոց, բավականին արագ սովորեցի հայերեն խոսել, կարդալ, գրել, երևի մոտ 3 ամսում։ Հայերեն կարողանում էի խոսել, բայց այդքան էլ լավ չէ, գրել, կարդալ ընդհանրապես չգիտեի։ Սովորեցի ու տեղական դպրոցում գնացի, ոնց որ ընդունվեցի տեղական դպրոց, առաջի դպրոցում։ Ու այնտեղ սովորեցի մինչև 10-րդ դասարան։ Դրանից հետո ավարտեցի դպրոցը ու ընդունվեցի ռուսական քոլեջ Հայաստանում, այն վաղտի MS-եր կոչվում այդ քոլեջը, հիմա Պլեխանով է դառել։ Պլեխանովի ժամանակ ես դեռ քոլեջում էի, որ ինքը փոխվեց Պլեխանով, ու քոլեջի ժամանակ ոնց որ այդ 2014 թվականն էր, գնացի բանակ, ոնց որ զորակոչվեցի բանակ։ 14-ից մինչև 16 թվականները ծառայել եմ Արցախում պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասում, այնտեղ ծառայել եմ դիվիզիոնում, եղել եմ հրետանու նշանառու, ու 16 թվականի, երբ որ պետք է արդեն զորակոչվեի, տուն պետք է գայի, ոնց որ այդ ընթացքում ապրիլյան քարորիա պատերազմը սկսվեց։ Ու երբ որ ապրիլյան քարորիա պատերազմը սկսվեց, մենք այդ վաղտ ոնց որ դիրքերում էինք, ու նենց ստացվեց, որ ուրբաթ օրը բարձրանում էինք դիրքեր, ինքը հենց ուրբաթ օրն էլ գիշերը սկսվեց, էլի, շաբաթ առավոտյան։ Երբ որ պատերազմը սկսվեց, մենք մեզի հրաման տվեցին, որ պետք է ոնց որ հրետանուց բայվոյ կրակենք առաջին անգամ։ Ճիշտ ասած, մենք միշտ կրակել ենք ուսումնական ժամանակ, բայց հենց երբ որ դու հասկանում ես, որ պետք է դա կրակես ու թշնամու վրա կրակես, բայվոյսները, դա մի քիչ բան է, էլի, ոնց որ մեզ համար դա առաջինն էր ու մենք շատ լարված էինք այդ բանին, էլի, ոնց որ պետք է մենք մարդ սպանենք հիմա այս հրետանիով։ Ու երբ որ առաջի արձակումը կատարեցինք, այդ առաջի կրակոցը, մեզի տեղեկացրեցին, որ բավականին մեծ վնասներ ենք պատճառել հակառակորդին։ Դրանից ոնց որ մենք ավելի ոգևորվեցինք ու սկսեցինք ավելի ինտենսիվ կրակ վարել։ Ու մի պահ եկավ, որ մեզ վրա սկսեցին արդեն կրակել, արձակել, ու մենք ոնց որ 2 օր այտենց թաքստոց ենք մտնում, հետո դուրս ենք գալիս, կրակում էինք։ Մի խոսքով շատ ասենց ինտենսիվ անցավ այդ 2-3 օրը, անընդհատ ոնց որ դիրքեր էինք փոխում, անընդհատ կրակում էինք ու բավականին մեծ վնասներ էինք պատճառել հակառակորդին ու այնքան վնաս էինք պատճառել, որ իրանք չկարողացան Մարտունի 3-ի առաջնագիծը ճեղքեն անցնել, էլի։ Այդպես բավականին մեծ զոհեր տվեցին։ Մենք ինչ տեսանք ապրիլյան քարորիա պատերազմի ժամանակ մենք չենք կարող դա համեմատենք սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի դեպքերին։ Երբ որ սկսվեց 44-օրյա պատերազմը, դա սեպտեմբերի 27-ն էր, կիրակի օր էր, ես այդ վաղ ուսանող էի, սովորում էի Պլեխանովի անվան համալսարանում, վերջի կուրս էի։ Այդ վաղտ ոնց որ մենք մեր կուրսով փորձել էինք ասմտ փոքրիկ հավաքույթ կազմակերպել քաղաքից դուրս, գնացել էինք Կարբի, եթե չեմ սխալվում, այդ Կարբի ձոր։ Մի խոսքով տենց առավոտյան գնացինք, հորված էինք անում, սենց մեկ էլ մեր աղջիկից մեկը եկավ մեր կուրսի, ասաց, որ տղաներ, ոնց որ ինչ-որ Ղարաբաղ խառն է վիճակը, դիրքերում ինչ-որ հետաքրքրություններ, կրակոցներ լինում, ովքեր ծառայել են Արցախում, իրանք կհասկանան, որ մանավանդ 14-ից 16 թվականին ծառայողները կհասկանան, որ այդ հետաքրքրությունները ինքը ամենօրյա բնույթ էր կրում, այսինքն անընդհատ ամեն օր այդ հետաքրքրությունները կար, լինում էր, 1 օր հետո վերջանում էր, մենք դրան ոնց որ նորմալ ենք վերաբերվում։ Ես այդ աղջիկան ասացի, մատ կլինի նայեմ, ինչ այդ հեռախոսը վերցեցի նայեց այդ լուրերը բան, հասկացա, որ ինձ թվաց, որ
ավելի շատ ինքը տենց 1-2 օրվա բնույթ է կրում էլ այդ հրետակոծությունները, ինքը կավարտվի կգնա, բայց երբ ես զանգ ստացա իմ հեռախոսին, արդեն Արցախի իմ ընկերներն էին զանգում, ես արդեն հասկացա, որ ոնց որ մի բան ինչ է արդեն, որ Արցախից զանգում են ինձ, որտեղ ես կապի մեջ էի իմ ընկերների հետ Արցախում, որոնք որ օֆիցեր են այնտեղ ու իրենց հետ կապի մեջ եմ էլի միշտ։ Զանգեցին, ասացին ոնց որ բաղդերազմը սկսվել ու շատ ոնց որ երկարատև կարա էսի տևի էլի։ Ու իրանք ասացին, որ եթե կարում եք ոնց որ ջոկատներ կազմի քիչ-քիչ եկեք մեզի ոնց որ օգնության։ Ես ոնց որ այդ օրը այդ ամեն ինչը թողել եմ, ճիշտ ասած չեմ կարացել որոշի բանով զբաղվում, դա այդ ուրախանում նորմալ։ Ու այդ օրը երբ որ արդեն վերջանում էր, մենք հետ էինք վերադառնում արդեն Աբովյան։ Ես այդ օրը ճիշտ ասած ամբողջ գիշեր չէի կարողանում քնեի, մտածում էի ոնց հասնեմ առաջնագից։ Այստեղ երկու տարբերակ կար, կամ պետք է գնայի վայնկոմատով գնայի, կամ պետք է ինքնուրույն լինեի, գնայի, ուղղակի երբ որ դու ինքնուրույն ես գնում, այդտեղ ռիսկեր կան, որ կարող է քեզի զենք չտան կամ սենց էլի չկարողանաս գնաս օֆիցիալ ընդգրկվես բանակում։ Ես որոշեցի մի քիչ սպասեմ առավոտյան ու գնամ հավաքակայան, որտեղ Աբովյանում հավաքակայաններ էին բացվել, որ այդտեղ գնում էր այդտեղ գրանցվում ու քեզի տանում էին։ Ես գնացի այդ հավաքակայան, այնտեղ բավականին մեծ հերթ էր, հիմնականում տարեքայինով 20-ից մինչև 50 տարեկան մարդիկ էին կանգնած։ Ես ոնց որ տենց վերջում էի կանգնած այդ պահին ու նկատեցի ծանոթ տղա, մոտիկացա, տեսա որ Աբովյանցի ինձ ինգեր է էլի ոնց որ Արշակյան Ֆրունզն էր, ինքը ցավոք սրտի արդեն զոհվել է։ Ֆրունզի հետ կանգնած էինք, խոսում էինք, ասաց բա ոնց որ վիճակը շատ վատ է Արցախում, ինքն էլ էր խոսել իր ընկերների հետ, ասացի դե հիմա վրաս պետք է մենք հասնենք այնտեղ էլի։ Ու այդ պահին ասած թեքվում ենք, այնտեղ մի հատ կին, որը որ անազգաններ էր գրում, ասաց ժողովուրդ, այս պահի դրությամբ Հադրութը մեկ էլ Ջաբրահիլը շատ մեծ պահանջարկ կան էլի զինվորների ու ամենաթեժ մարտերը ոնց որ այդտեղ են գնում։ Ես ու Ֆրունզը ասացինք որ թեժ մարտերը ոնց որ ավելի շատ որտեղ են գնում, ասացին որ այս պայն Հադրութն է, Հադրութը շատ պահանջարկ ունի էլի զինվորների, դա ասացինք մեզի ոնց որ գրեք Հադրութ, ասացին ազնագիր բան տենց տվեցինք իրանք ասացին դեզի ժամանակ ենք տալի, գնացեք տուն, վեշեր բան հավաքեք առաջին անհրաժեշտության ու եկեք որպեսզի արդեն ուղևորվենք։ Ես գնացի տուն, ոնց որ տնեցիքին ես հաջող չեմ արել, մտել եմ տուն, իմ վեշերն եմ հավաքել, միշտ տենց է, երբ որ պատերազմ ես գնում, չպետք է հաջողանաս էլի, դա ոնց որ իմ համար մի քիչ բան է սխալ է։ Տնեցիքին ասի ես գնում եմ Ղարաբաղ, մի քանի օրից կգամ, էլի, ասենց ասացի դուրս եկա վրաս։ Գնացի Աբովյանի կայանատ այդ հավաքակայան, այնտեղ տեսա իմ մանկության ընկեր Անուշավանին, Վարդանյան Անուշավանին, Անուշավանն ասաց բա Սետրակ ջան, դու ես ոնց որ ուզում գաս, ասի հա, Անուշավան ջան, ուզում եմ գամ, ու պետք է ոնց որ հասնենք Ղարաբաղ, ինքն էլ էր կամավորագրվել։ Մենք ոնց որ միասին ես Անուշավանը մեկ էլ Արշակյան Ֆրունզան իրար հետ մի ավտոբուսով մոտ 100 հոգուց ավել մարդ էլի այդ մի ավտոբուսում ուղևորվեցինք Արցախ։ Բավականին երկար ճանապարհ էր ավտոբուսով, մեկ օր տևեց էլի մինչև հասանք։ Մեզ սկզբից տարան Հադրութ, այդ Հադրութի պոլկը։ Երբ որ մենք մտանք Հադրութի պոլկ, մենք տեսանք, որ այնտեղ վիրավոր մարկանց, վիրավոր ջահել տղաների, ցավոք սրտի զոհերել տեսանք այդտեղ, զոհված տղաներին էին արդեն բերում։ Մենք հասկացանք կոնկրետ ինչա սպասվում մեզ էլի, արդեն ոնց որ հասկանում ենք ինչա կատարվելու։ Այդ վաղ արդեն Հադրութի պոլկից մենք ստացանք մեր զենքերը,
ամեն մեկից վրա ամրագրեցին սովորական ակատեսակի զենք իր փամփուշտներով, ուղևորվեցինք դեպի դիրքեր, այդ ճանապարհը բավականին բարդ անցողիկ էր, որովհետև երբ որ դու 10 մեքենայից 3 կամ 4-ն էր հասնում դիրքեր, մենք դրա մասին չգիտեինք, բայց ես քանի որ քարորիա պատերազմի մասնակցել եմ, ինձ այդ տեսարանը մի քիչ ավելի ես հասկանում եմ ինչա տեղի ունենալու էլի, որովհետև այդ ընթացքում քարորիա պատերազմի ժամանակ էլ մեքենաների միջև հասնում են առաջնագից, շատ բավականին զոհեր է լինում, հենց այդ հարվածներից էլի հրանոթների։ Այս վաղտ արդեն կային անօդաչու թռչող սարքեր, հրանոթներից բացի հարվածում են մեքենաներին նաև անօդաչու թռչող սարքերը, այդ մեքենաների միջև հասան տեղ, տենց մի 3-4 մեքենա էր մնացել, մենք այդ մեքենաների մեջ էինք, մեզի ոչ մի բան չէր եղել, այսինքն այդ հարվածները, որ ընկնում էր մեր կողքերը, մեզի չէր կպնում, տենց արդեն լարվածություն կար մեր եկած մարդկանց մեջ, բայց այդ լարվածությունը ամենձև փորձում էինք իրենց մեջից հանել էլի, որպեսզի մարդիկ մարտական տրամադրված լինեն ու հասկանան վերջը որտեղ են եկել։ Երբ որ մենք իջանք մեքենաներից, մենք վրազ մի տեղ կար, ինքը կոչվում էր բունկեր, մտանք այդ բունկերի մեջ, պատասպարվեցինք, որպեսզի գոնե մինչև ժամանակ շահենք, որ էլի առաջ գնանք։ Այդտեղ նաև էլի եղան զոհեր այդ ընթացքում, շատ մարդիկ վիրավորվեցին, երևի 100 հոգուց, որ մենք տենց իջել ենք 100 հոգով, երևի թե մի 70-ն է հասել առաջնագից, բայց առաջնագիծը մի քիչ չափազանցրած էր, որովհետև այդ առաջնագիծը այդ հարվածներից վերածվել էր մարտադաշտի ու հակառակորդը արդեն մեր իսկական առաջնագիծը գրավել էր, անգամ երկրորդ գիծն էր գրավել, եկել էր երրորդ գիծ, մենք պատկերացնում եք, որ գնացել ենք այնտեղ արդեն 4-րդ գիծը մեր համար առաջի գիծ էր դառը։ Դա շատ դաժան պատկեր է, որովհետև դու նահանջելու տեղ անգամ չես ունենալու, որ նահանջես հետևը պատասպարվես էլի։ Մեր համար այդ 4-րդ գիծը դառավ առաջնագիծ ու մինչև այդ բունկերից 4-րդ գիծ գնալը դա էլ էր բավականին երկար ճանապարհ, մոտ 1 կիլոմետր պետք է ոնց որ ոտքով անցնել էլի։ Ու երբ որ մենք հեռվից նայում էինք, տեսնում ենք, որ բավականին շատ զոհված մեր տղաներից կան, այդ որ փորձել են անցնեն, ու ովքեր որ ընդ են էլի, ճիշտ ասած ասես նայում ենք, մտածում ես էլի, ասում ես որ գնաս դու էլ ես, կարող է քեզ էլ ինչ որ գնդակ կպնի, դու էլ ոնց որ զոհվես, ու երբ որ մարտիկը դաշտում զոհվում է, այսինքն մենք արդեն 70 հոգի ենք մնացել, երբ որ մեզանից ավելի շատ զոհվեր, քիչ մարդ կլիներ էլի այնտեղ։ Դրա համար մենք ոնց որ մի քիչ պաուզա վերցրեցինք ու 2-2 ձեռքը բռնած փորձում էինք տենց անցնել։ Պատկերացեք այդ 70 հոգին 2-2 շատ ժամանակ է էլի, տևում ամեն 2 հոգին մոտ երևի թե մի ժամ գնում է։ Դա բավականին մեծ ժամ է էլի մարտադաշտի համար։ Երբ որ մենք հասանք արդեն մեր հերթն որ պետք է գնայինք, մենք այդ վերջի պահին դաժե sense հելանք ու վազեցինք, որ այնքանա որ հասնենք այդ առաջնագից էլի, այդ մարտի դաշտ արդեն։ Երբ որ հասանք այնտեղ, ես մի պահ ոնց որ գլուխս բարձրացրեցի, տեսա կարմիր գույն է երկինքը, հադրութի հողը ինքը կավահող է, sense կարմիրին խփող էլի։ Երբ որ այդ հարվածներից անընդհատ հարվածում են, այդ փոշին բարձրանում է վերև, դու տեսնում ես, որ ոնց որ երկինքը կարմիր լինի, էլի։ Ես տես բան չգիտեմ, ինձ թվում էր ապոկալիպսիս է տեղ։ Ոչ թե մարտադաշտ, ինձ թվում էր աշխարհի վերջն է, էլի։ Ես երբ որ հասա տեղ, այդ 4-րդ գծի վրա այնքան են հարվածներ հասցրել, որ այդ 4-րդ գծի այդ խրամատի երկարությունը նվազել էր։ Այսինքն մենք որ կանգնում էինք, ոնց որ մենք լրիվ երևում էինք, էլի թշնամու կողմից քիչ էր տեղը։ Մենք պետք է անընդհատ ոնց որ պապազած լինեինք, էլի, որպեսզի թշնամի մեզ չտեսներ։ Մենք այդտեղ անցկացրեցինք 2 օր, 2 դաժան օրեր, բեսպիլոտնիկները անընդհատ մեզի հարվածում էին այդպես վիճակում, դաժե տեղ չկար որ մտնեի, ասենք ձայնը լսվում էր, դու նախ գիտեր էլի որ կամ զոհվելու ես կամ գալու է անգնի կողքդ քեզի բան չլինի, ասենց 50-50 էր էլի ոնց որ, բայց շատ տղաներ այդտեղ ճիշտ ասած նահատակվեցին, մենք փորձում էինք այդ զոհերը դուրս բերել այդտեղից, վիրավոր տղաներին, մեր ընդեղի գնալը շատ մեծ օգուտ էր էլի, որովհետև երբ որ թարմուշ գնաց այնտեղ, այն հները մի քիչ շունչ առան ու ավելի ոգևորվեցին։ Թշնամին հարվածում էր անօդաչու թռչող սարքերով, ականանետերով,
դե 120-82 մմ դի որ ծառայել է իրենք կիմանան էլի ինչա ու նաև հարվածում էին D30 տեսակի հրանոթներով ու նաև այդ ամեն ինչ որ վերջանում էր իրենք արդեն խմբով հարձակվում էին մեր վրա դա մենք էլ քիչ էինք բայց կարողանում ենք պաշտպանվել էլի անընդհատ կարակով իրենց հետ էինք մղում չենք թողում որ գային դե իրանք այդ պայն վախում էին էլի ինչքան էլ բան չլինի էլի են մարդեն վախում են որ գան այդ պայն որ իրենց կարակում ես տենց ճիշտ է զոհվում են բայց հետ են գնում էլի ոնց որ նահանջում են դա մեզ տենց մի 2-3 օր պահեց այդ ընթացքում արդեն եթե չեմ սխալվում ամսի 5-ն էր մեր վրա հարձակում տեղի ունեցավ շատ խոշոր մասշտաբի դա երևի թե մի 4-ից 5 հատ տանկ կողքից բետերներ, զորք, հետևից դաս գալիս էին մեր վրա, որ մենք սենց աշկերտներս բարձրացրեցինք, տեսանք, որ երևի տենց ֆիլմերի մեջ եմ բան տեսել ես։ Ու սկսեցին մեր վրա գալ, մեր մոտ այդ վաղտ սովորական ակազենք էր, մեկ էլ կար ֆագոտներ, բայց ֆագոտները իրանք թրջվելին ու չէին կրակում, էլի։ Այդ ֆագոտների որ չեն կրակում, դե եթե որ ֆագոտը չի կրակում, զենքով չես կարա էլի կանգնացնես տանկին։ Մոտնես կար RPG, դե գրանատամյոտ է, ինքը կոմուլյացիվ վարկա կրակում ես, ոնց որ երկաթը հալածնում, տանկը տրաքացնում է, էլի, բայց քիչ էր։ Մեր մոտ օրինակ 3 հատ էր, այդ 3 հատը կրակեցինք, ինքը մի հատը կպավ, բայց ոչի բան չլավ տանկին, այն երկու հատը ոնց որ տենց չկպան, իրենք շատ հեռու էին էլի։ Ու երբ որ իրանք արդեն մոտենում էին Անուշավանը մեկ էլ մեր ռոմանակ, մեր իրան կամանձեր էինք մենք կոչում, որովհետև ինքը բավականին մեծ փորձ ուներ այս պատերազմական վիճակներում։ Իրանք ելան ու ավտոմատներով կանգնացրեցին, էլի։ Բացի իրանցից մենք էլ ոնց որ ավտոմատներով սկսեցին կրակել տանկերի վրա, իրանք երևի ձայներից խլացան թե ինչ, այդ ամբողջ երեկանքով կրակում ենք ավտոմատներով։ Ու տեղ մեր ոնց որ թմբին մի հատ տանկի սնարյադ եկավ կպավ Ես այդ վաղտ իրենցից մի քիչ հեռու է, էլի կանգնած, երևի մի 2 խրամատ այն կողմի է գնացել է, որ գրանատամյոտ վերցնի ու մնացին դեղ, էլի, տղաներն ասացին մի գնա, քանի որ վտանգավոր է։ Ես մի 2 խրամատ այն կողմ այդ գրանատամյոտը վերցրեցի, այդ որ տանկը խփեց խլացանք, այդ գրանատամյոտը վերցրի, ասես գլուխս բարձրացրեցի, տեսա տանկը դեմս է, տեսել առաջ անգամ կյանքիս մեջ պետք է գրանատամյոտ արձակեմ։ Կրակեցի կպավ այդ տանկին ու գրանատամյոտը գցեցի, ոչ թե գցեցի, վերցեցի գնացի հետ, որ հետևից կողքից էր տանկը գալի, որ իրան էլ հարված էի։ Այնտեղ գրանատամյոտի բան չկար, էլի սնարյադ, այդ գրանատամյոտը սնարյադով է կրակում, էլի, այդ բան չկար, ասացին, որ մի պոստ հետև կա սնարյադն էլ լիքը, էլի, որ գնաս ընդեղից կվերցնես, կկրակես։ Որ պատկերացնեք այդ պոստից պոստ քայլել, ինքը երկար տեղ է, էլի, մի 200-300 մետր պետք է գնաս, որ հասնես այդ պոստ։ Այդ պայն էլ արդեն տանկերը կրակում են, որ հելնես, ասենք, շանս ոչ մնալու շանսերը շատ քիչ է։ Ես էլի չկորցրեցի, ես չգիտեմ, ինչ որ ուժ մտավ իմ մեջ, ես վեկալեցի ու սենց սողեսող գնացի, հասա այդ խրամատի մոտ, այնտեղ տեսա այդ արկերկան գրանատամյոտի, վերցեցի դրեցի վրան, հայլա որ կրակեն, տեսա մեր հայկական տանկը վրան մարդը ու ոչնչացնում է մեր դիրքերը, այսինքն ինչ է նշանակում, որ թուրքերը մեր տանկը գողացել էին ու փորձում էին մեր տանկով մեզի ոնց որ հարվածել, ես այդ պահը նկատեցի ու այդ տանկի վրա արձակեցի էլի այդ կրակոցը ու տանկի ցեպին կպավ, թե ինչ այդ պահը չեմ հիշում, որովհետև այդ տանկին խփելուց հետո ինքը հեռու էր, ես չնկատեցի իր հետ ինչ է լավ, բայց ասում են, որ ցեպին ես խփել, կանգնել է ու մեջիներին արդեն մեր դիմացի դիրքի տղաները ոչնչացրել են։ Ու այդ պայն ես երբ որ այդ գրանատամյոտը վերցրեցի, ձեռքս սենց հելա կանգնեցի տեսնեմ ինչ ա եղել, այդ պայն կողքս մի հատ բան ընկավ, սնարյադ ընկավ, մի քիչ թմբից անգամ։ Ու կասկես գլուխս, մեկ էլ ոտս տենց վիրավորվեց, էլի։ Ոնց որ ուշად հափվեցի տենց ընկամ։ Ու հետո զարթնեցի մի հատ լրիվ մութ տեղ։ Ճիշտ ասած ինձ թվաց թե ես զոհվել եմ, էլի սենց ասամ։ Սենց մութ տեղ զարթնեցի, երբ որ հելա տեսա կողքս ձայներ է գալիս տղաների, բայց ես այդ ձայները իրանց չեմ տենում, էլի մութ հալրիվ։ Ինձ ուրեմն երբ որ ես վիրավորվել եմ,
տղաները տեսել են, եկել են գրկել են, տարել են, մսել են բունկեր, բունկերը պատվել այն հարկա, այդ ներքևի բունկերն էլի, ոնց որ մցրը երկհարկանի բունկեր էր։ Այդ ներքևի հարկում ինձի այդտեղ ոնց որ մութ էր, բան չէր երևում, ինձի գլուխս կապել են, բան ու տենց ես մնացել եմ։ Ես երբ որ արթնացել եմ, մարկանց ձայներն եմ մենակ լսել։ Հետո երբ որ ինձի ֆանարիկով գցեցին ին վրա, տեսա որ հայկական շորերով օֆիցեր է, էլի արդեն մի քիչ ոնց որ լույսավորվեց այդ տարածքը։ Նոր տենց հանգստացա ու տեսա էլի որ տղաներն են, եւ մտածեցի մի անգամից հասկացա որ ուշաթափվել եմ, ինձի ինչ որ մեկը փրկել է։ Ես կանգնեցի, ասացին տղա ջան դու որտեղից ես ով ես էլի ոնց որ ասացի ոնց մենք առաջնագից ենք եկել, կամավորական ջոկատն ենք եւ այլ։ Ասա շատ բարի, գլխիդ վրա փոքր վնասված քայլ է, տենց շատ բան չի, ոտս էլ ոնց որ այդ հարվածից տենց կապտել էր ամբողջ ոտս, տենց էլի լուրջ վնասված չկար էլի, ասենք ինչ որ բեկորային վնասված չէր, ինքը ավելի շատ մկանային էր վնասվածքս։ Տենց 3 օր այդտեղ մնացի գլուխս կապած, բայց իմ ընկերներից ամուշավանից ոչ մեկը դες կապ չունեի, որ դա ես ոնց որ շատ էի անհանգստանում էլի այդ մասով։ Ես էլ ինչ որ մեկին չէի կարա էլի ասեի գնացեք առաջնագից այդ տղաներին տեսեք ոնց են էլի, որովհետև իրանք էլ չէին ճանաչում իրանց։ Հետո ես երբ որ այդ 3 օր հետո, երբ որ արդեն պետքա ապակինվել ու պետքա նորից գնայի առաջնագից, հելա այդ բունկերի մոտ ու այդ պահին այդ 3 օրվա մեջ անընդհատ բունկերին հարվածում էին, էլի, անընդհատ, ասենք ամեն օր մեծ սամոլյոտից ռակետ էին գցում, բայց ոչի բան չէր լինում այդ բունկերին։ Ոնց որ մենք էլ մեջ էլի։ Ու ես երբ որ հելա այդ բունկերից տղաներն ասացին, տեղ վտանգավոր է գտնվել էլի, բեսպիլոտնիկներն են գալիս, կարողա ոնց որ հարված են էլի։ Ասացի ես ուզում եմ մի քիչ մաքրոտ շնչեմ, թողեք ստեղ մնամ էլի մի քիչ։ Ոնց որ sense վկա էր էլի սիրտս։ Այդ պայն տեսա որ մեր Անուշավանը, մեր այդ տղաները Անուշավանը, Ռոմանը եկել են այդտեղ որպեսի ջուր տան վերցնեն էլի, որտեղ այնտեղ ջուրը վերջացել էր, եկել էին մատ լվացվային ջուր խմեին, ջուր վերցնեին։ Որտեղ ոնց որ ես իրենց որ տեսա, ասա աշկերտ չէի հավատում էլի ճիշտն ասած։ Մոտեցան գրկա խառնվեցին ոնց որ տղաներին տեսա այդտեղ ու ասացին բայց մենք էլ գիտենք դու արդեն ոնց որ մի բան այլ լակվեց, sense վաղ բաներ ենք մտածում եւ այլ։ Ես էլ մտածում եմ որ ձեր հետ է ինչ որ բաներ եղել էլի։ Ոնց որ sense անընդհատ խոսում ենք իր հետ, մեկ էլ ասացի դե բանա, հիմա դուք որ գնում եք ես էլ կուզեմ էլի ձեր հետ գամ, որ ստե մենակ չմնամ էլի։ Ոչ թե մենակ, այսինքն ես մարդ չէի ճանաչում այդտեղ էլի տարածքում։ Ճիշտ է, սա մեր տղաներն են, բայց ես մարդ չէի, ես կուզում էի իմ ծանոթ ընկերների հետ լինեի։ Մի խոսքով մենք ընկերների հետ ուղևորվեցինք նորից առաջնագից Ունդեղ սկսվեց ավելի ինտենսիվ մարտեր, ավելի մասշտաբային, էլի նորից տանկերով, հարվածներ, չգիտեմ, մենք արդեն ոնց որ ընկել էինք շրջափակման մեջ, երբ որ մենք այդ դիրքեր գնացինք, մեզի ասացին այդ ձախ թևը պետք է օգնություն ոնց որ ձախ թևին, որտեղ այնտեղ արդեն զոհերը շատ են, մենք գնացինք ձախ թև, այնտեղ մենք հանդիպեցինք Կարապետյան Արմանին, Արմանը ինքը կանոնավոր բանակի սպա էր, բավականին փորձ ունեցող, բավականին մեծ, ինքը շատ այդ պատերազմում մեզի օգնեց, այսինքն շատ կողմնորոշումներ տվեց էլի մեզ պատերազմի հետ կապված։ Ու մենք իրենց թիմին միացանք, իրենց թիմը սովորական զինծառայողներ էին, 18-ից 20 տարեկան, բայց իրանք էլ քաջաբար կռվում էին ամբողջ իրենց ազնագազմը, ես տենց կռվող 18-ից 20 տարեկան տղաներ չեմ տեսել, էլի ասենց ասեմ, շատ ոնց որ իրենց մեջ այդ կրակը վառվում էր աշկերից։ Ես երբ որ բանակում ծառայում էի, Պարապ ժամանակները բանակում դες գրքեր կային էլի, նույն կարդում էի, ու մի հատ գիրք ինձի հանդիպեց, տենց խրամատների հետ կապված գիրք էր, դա իմ զինծառայող վաղտվա բանն էլի պատմում ես։ Այդ գիրքը ես չգիտեմ խի ոնց որ ինչ-որ պարապ էի մնում, դնում կարդում էի անընդհատ ու հետաքրքիր ինձ այդ չափագրումները, ձևավորումները, խրամատները ոնց են սարքում, ինչ ձևի խրամատներ պետք է լինի։ Ես Էդի հիշեցի ու սկսեցի նաև իմպրովիզացնել մի քիչ ու այդ խրամատները տղաներին ասացի եկեք սենց խրամատներ անենք էլի ու այդ խրամատները երբ որ մենք գծեցինք սարքեցինք մենք հասկացանք որ դա շատ ոնց որ
շատ հետաքրքիր է լինում այդ խրամատների ձևը, քանի որ բեսպիլոտնիկներով երբ որ պատերազմ է գնում, բեսպիլոտնիկը վերևից է էլի իջնում քո վրա, ու խրամատը մենք ասենց թեք էինք սարքում ու աղվեսախորշն էլի իրան ասում, ասենց անցքա ինքը, դրա մեջ ես մտնում ու բեսպիլոտնիկը չի կարող գա հենց մտնի այդ անցքի մեջ էլի կողքերն են գնում։ Տենց այդ անցքերը սարքեցինք ու խրամատը բավականին նեղ էինք սարքում էլի, սովետական կամ մեր բանակի խրամատները իրանք լեն են, բայց մենք որոշեցինք, որ մի քիչ նեղացնենք խրամատներն էլի։ Երբ որ նեղ ես անում խրամատը, էլի հավանականություն, որ սնարյադը կամ բեսպիլոտնիկը կընկնի հենց մեջը, շատ քիչ է էլի։ Պետք է շատ ոնց որ շատ տոշնի էլի կրակեն, որ մտնի մեջ այդ խրամատի։ Ու տենց բավականին ոնց որ կյանքեր փրկվեց այդ նեղ ու այդ աղվեսախորշերի բանով։ Մենք հոկտեմբերի 15-ին Վարդան Ամուշավանի հետ գնացինք մեր դիրքերի հրամանատարի մոտ, Վարդանյան Էրնեստի մոտ։ Մենք բարբերաբար ենք գնում իր մոտ, բայց այդ օրը երբ որ գնացինք, ինֆորմացիա ենք էլի իրանից ստանում։ Գնացինք իր մոտ, ինքը ասաց, որ մենք այս բան շատ լուրջ շրջափակման մեջ ենք։ Մի հատ նեղ արանք է մնացել, մեզի էդի ապահում էլի, երևի մի, չգիտեմ, 1 կիլոմետր երկայնքով լենությամբ տղասք է մնացել, էդի շատ քիչ է էլի պատերազմի ժամանակ։ Ու վատն է, որ էդի բաց դաշտ է էլի, մենք դաժե նահանջելու հնարավորություն չունենք։ Մենք այդ ինֆորմացիան ճիշտ ասած մի քիչ բանձև ընդունեցինք, հասկացել ենք էլի, որ արդեն մեր զենքն էլ ավարտվում, վերջանում, մենք չենք կարող երկար դիմադրենք, բայց այնուամենայնիվ մենք գնացինք այդ ջահել զորքին տեսանք ու Անուշավանը ասաց էլի, որ հետևներս հիմա մեծ բանակ է եկել, մենք ոնց որ sense դուխ էր տալի երեխեքին, որ հանգարց մտներով չանցնելի, որ մենք շրջափակման մեջ ենք, որտեղ էդի իրոք պանիկա կարող է դրան ստեղծվեր ու ավելի վատ լիներ էլի։ Դե Անուշավանը ասաց, մեզի հետևից զորք է եկել, օգնում է, մի խոսքով քիչ է մնացել, հեսա այդ զորքը մեզի կօգնի կհարցակվենք, հետ կբերենք այդ ամեն ինչը բան, բայց դա մենք մեր մեջ գիտենք էլի, որ տենց չի, շրջափակման մեջ ենք ու երբ որ օրերը գնում էր ավելանում էր, ասենք հոկտեմբերի 20-ն էր արդեն, կողքերից էլ են մեզի արդեն կրակում, էդի արդեն լուրջ էլի, երբ որ կողքից էլ են կրակում դիմացից էլ մի քիչ դժվար է էլի համոզել, որ մենք շրջափակման մեջ չենք։ Մենք ասում ենք չէ տեղային մարտեր է գնում, պայտակ ինչ որ տեղային մարտերի ժամանակ կարող է պատրոն անցնի բան, սենց էդի այդ ձայներն էլի, մի վախեցեք, մենք շրջափակման մեջ չենք։ Վերջը երբ որ ամսի արդեն հոկտեմբերի 25-ն էր, մենք գնացինք Վարդանյան Էրնեստի մոտ, ինքը ասաց, որ վիճակը շատ կրիտիկական է, այդ նեղ դաշտն էլ, արանքն էլ որ կար, հիմա էդ էլ է փակվել, այնտեղ շատ մի ավտոյի ճամփա երևի մնացել, էդ էինք վերահսկում։ Ու քիչ-քիչ ոնց որ մեզի ուզում է թշնամին սենց լրիվ իզոլյացիա անի ու սկսի ավելի շատ հարվածներ հասցնել, որպեսզի մենք հանձնվենք էլի։ Բայց ասած ավելի լավ է մենք մի ձև հնար գտնենք, հետ գնանք, հետևից մարտը վարենք, քան թե մենք հանձնվենք էլի։ Մենք էլ ասացինք, օքեյ, մենք ոնց որ դրան համաձայն ենք էլի, մենք հանձնվողը չենք եղել, մենք միջև վերջ կեթանք։ Դաժե ասաց, որ բանը, ոնց որ հետ ենք գնալու, հետո նորից մեծ ուժով հետ գանք վերցնենք։ Հոկտեմբերի 28-ին մենք արդեն քիչ-քիչ հետ ենք նահանջում։ Մեր դիրքերը մենք գիտենք էլի, որ մենք հետ գնացինք, թշնամին տեսնելու է ու ավելի արագ է գալու։ Դրա համար մենք ոնց ասած չուչելներ սարքեցինք պոստերի վրա, որ իրանք մտածեն այդտեղ հələ մարդ կա էլի։ Ու մեզի միջև հիմա չեն ասում մեզի ինչ զորք է եկել հանեն, մենք դες ենթադրում ենք, որովհետև դա պետք չէ որ ոչ մեկ էլի իմանար, կարող է լրացուցիչ ինֆորմացիայի հոսք լիներ ու մեր այդ դուրս գալը չստացվեր, դրա համար մեզի չէին ասում, մեզի ասում են հետևեք հրահանգների։ Նու մենք հասկացանք, որ դա ամենայն հավանականությամբ ռազմետկան անում, մեզի հետ տանում։ Ու մենք 3 օր 90 կիլոմետրից ավել ոդկով այդ հրետակոծությունների, այդ բեսպիլոտնիկներով հարվածների ժամանակ տենց 3 օր քայլում ենք, մոտնից որ ջուր կար, ամեն ինչ վերջացել էր, որ ասում են մարդը առանց ջրի չի կարող ապրի, մենք դա զգացել ենք, էլի մեր աշկերին այդ պային գետնին տենց ջրեր էին երևում, ասենց ասեմ։ Մենք այտենց 90 կիլոմետր նահանջեցինք 3 հողում, հասանք Արցախի գյուղերից մեկը, եթե չեմ սխալվում, Գիշի գյուղն էր, հիշողությունս ինձ դավաճանի, բայց Գիշին էր ոնց որ։
Հասանք այդտեղ արդեն հանգստացանք, ոնց որ մեզի մաքրեցինք, բայց արդեն ոնց որ ես էլ որ վիրավոր էի ոտից գլխից, տենց մի քիչ դժվար էր իմ քայլերը։ Իմանում եմ, որ այդ 90 կիլոմետրը տենց եկանք հասանք, այնտեղ դաժե մարդիկ կային, անգամ որ այդ քայլու ընթացքում իրենք զուտ զոհվել են քայլելու պատճառով։ Քանի ուժասպառն էլ է, տարիքով մարդիկ էին, իրենք զոհվել են այդ ճանապարհին էլի։ Մենք եկանք հասանք այդտեղ, արդեն մեզի դիմավորեցին այնտեղ մեզի զորք դիմավորեց, որը որ մեզի էր փոխարինում, այդ զորքը ոնց որ նոր զորքը մեզի փոխարինեց, մենք արդեն այլ տարբերակներով ճիշտ ասած չեմ կարող հիշեմ, ոնց հասել ենք Շուշի, այնուհետև հասել ենք Ստեփանակերտ, այնտեղից մեզի արդեն, որովհետև այդ պայն հիշողությունս չեմ կարող հիշեմ էլի ոնց ալ է, որովհետև անգիտակից վիճակ էր էլի, ասենց ասեմ։ Հասել ենք Շուշի, հետո Ստեփանակերտ, հետո Ստեփանակերտից արդեն տենց բարեկամ ունեինք, ինքը եկավ մեզի, չէ Ստեփանակերտից չէ, Գորիսից արդեն եկան տարան մեզի։ 6 տարվա մեջ, 18-ից 24 տարեկանում տեսա երկու պատերազմ ու ասեմ որ կյանքը շատ փոխվեց այդ պատերազմներից հետո, շատ դեպքերում ես ավելի սառն եմ, ամեն ինչը սառն եմ դատում, մինչև այդ մի քիչ շատ է էմոցիոնալ, հիմա տենց չեմ։ Իմ անձնական կյանքն էլ էլի փոխվեց ընդհանրապես, լիքը նոր ընկերներ ձեռք բերեցի, պատերազմը ինձ մի բան սովորեցրեց, որ չկա խաղաղություն առանց պատերազմ, այսինքն մենք եթե ուզում ենք խաղաղ ապրենք, մեր երկիրը ուզում է խաղաղ ապրի, ինքը պետքա ցանկացածպայի պատրաստ լինի այդ պատերազմին։ Հիմիկվա պատերազմները այն հին պատերազմների պես չեն էլի նետո աղերներով, մենակ ավտոմատներով եւ այլն։ Հիմա տեխնոլոգիաների դարա, տեխնոլոգիապես պետք է մեր ազգը զարգացած լինի, այսինքն մեր զենքերը պետք է լինեն տեխնոլոգիապես զարգացած։ Ես չէի ասի, որ մենք պատերազմը կրվել ենք կամ մեր տղաները վատ են կրվել, որովհետև մենք կրվել ենք այնպիսի պայմաններում, որ մենք բավականին շատ զիջում էինք համ զենքով, համ մարդաքանակով։ Թշնամին կռվում էր մոտ երևի թե 6-ից 7 տարբեր ազգի ներկայացուցիչներով, այնտեղ ոչ միայն ադրբեջանցիներ էին, այլ նաև կային այլ երկրի քաղաքացիներ։ Թշնամին կռվում էր բեսպիլոտնիկներով հարվածային, որը որ մեր բանակը չուներ։ Թշնամին կռվում էր այնպիսի զենքերով, մի քանի անգամ մեր բանակից բարձր մարտական զենքերով են կրվում էլի, մի քանի անգամ մեր բանակից ավելի բարձր։ Էդի ոնց որ անհավասար պայքար էլի, ոնց որ սենց համեմատություն բերեմ, առյուծին գցես օրինակ կատվի հետ իրանք ոնց կկռվեն, օրինակ սենց մի քիչ կոպիտ կլինի, միանշանակ առյուծը կհաղթի, չէ։ Հիմա նույն ձև էլ մեր բանակն էլի, մեր բանակը պատրաստ չէր դրան։ Ով ինչ ասի, բայց մեր բանակը դրան պատրաստ չէր։ Մենք հասարակ հոբ համակարգ չունեինք, որ իրանց այդ բեսպիլոտնիկները կարողանեինք գցել երկնքից, որ չընկնեին մեր վրա։ Հիմնականում զոհերը այդ բեսպիլոտնիկներից էին, սովորական զենքի կրակոցից զոհերը շատ քիչ էին, տոկոսայինով եթե չեմ սխալվում 10%-ն էին ընդհանուր զոհերի, մնացածը 90-ը էդի կամ հրանոթն է, չնայած հրանոթի դեմ էլ էին կարողանում պայքարել, բայց բեսպիլոտնիկի դեմ չէին կարողանում։ Այդ էր ամենամեծ վտանգը։ Պատերազմ որ լինի, ես կգնամ, քանի որ ես արդեն մարտավարության ձևը ամեն ինչը գիտեմ, էլի ոնց է լինում, կարողանամ այն նորեկներին, որ չի տեսել դա, բացատրեմ, ներկայացնեմ, որ որտեղ պետք է ինչ անել, ոնց անել, ինչ ձևի խրամատ անել, որ դու դառնաս թշնամու համար անտեսանելի։ Դա շատ կարևոր է, էլի։ Ես կգնամ միանշանակ ու ես սենց ասեմ, եթե մենք բոլորս մտածենք, որ չպետք է գնանք, ինչ-ինչ պատճառներով, իրանք են գալու քո տունը քեզի ոնց որ ոչնչացնեն էլի քո տան մեջ։ Եթե ոնց որ ուզում ես խաղաղություն, ուրեմն պետք է պատերազմով անես։